Հարգելի նախագահ, սիրելի գործընկերներ, եկեք մենք այս խնդիրը մի քիչ ավելի լայն դիտենք, լայն ուսումնասիրենք, լայն հասկանանք։ Նախ առաջին ուզում եմ պարոն Ղազդան, ձեր ուշադրությունը նույնպես հրավիրել, ինչու, որտեղ են ընտանիքները, որոնք որ 90-ականներին գնացել են տարբեր երկրներ, մինչև անգամ Եվրոպայում իրավունք չունեն Հայաստան վերադառնալու, երբ որ ասում եք, որ վիճակագրությունը քիչ է, քչերն են եկել, պատճառը նա է, որ այդ ընտանիքները իրավունք չունեն այն երկիր գալ, որտեղից որ նրանք հեռացել են եւ ինչ որ իրավունքներ են ստացել։ Այդ նշանակում է պետք է մենք վիճակագրությունը ուսումնասիրենք, հասկանանք պատճառը ինչքանով է դրա հետ կապված։ Եվ այդ նույն քաղաքացիների հետ նույնպես պետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ նրանք հնարավորություն ունենան Հայաստան գալ եւ Հայաստանում իրենց հանգիստը անցկացնեն կամ ինչ-որ գործունեություն ծավալեն։ Մյուսը ինչ ենք մենք դրամական միջոցների հետ կապում 50 միլիոն, 15 միլիոն։ Ոչ, այդ քաղաքացիները մեզ պետք են, բայց այդ մի հատ դրեք էլի մի վարքան կներեք։ Բայց այդ քաղաքացիները պետք է Հայաստանում մի ինչ-որ այլ կարգավիճակից իրավունք չունենան օգտեն։ Օրինակ, ես կարծում եմ նրանք, ովքեր որ խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու։ Ուզում ասեմ միայն կապել դրամական միջոցի հետ, ես դա շատ վատ եմ համարում, բայց եթե կապում եք դրամական միջոցի հետ, թող գան Հայաստանի Հանրապետություն գեներացնեն, այս կամ այն կառույցում աշխատեն, մասնավոր կամ թող ինչ-որ իրեն գործունեություն սկսեն, ամսական թող վճարեն, կամ սկզբնական մի X գումար վճարեն, շատ ցածր, մնացածը վճարեն այն ժամանակ, երբ որ որտեղ այն քաղաքացիները, որոնք որ արդեն վերջի 20 տարում կամ 15 տարում Հայաստանում չեն, նրանք դրսում մասնագիտական առավելություն են ձեռք բերել։ Նկատեմ այդ միջազգային, այդ շուկայական միջավայրում ձևավորվել են, ինչ-որ մի գործունեությամբ աշխատել են, այնտեղ նոր հաստոցներ են տեսել, նոր տեխնիկա են տեսել, նոր փոխհարաբերություններ։ Նրանք Հայաստանի Հանրապետությանը պետք են, այսքանը, շնորհակալություն։